Վստահությունը երբեմն թանկ է արժենում հատկապես, երբ օտար երկրում ես և օգնության ձեռք մեկնողը դառնում է վտանգի աղբյուր։ Լոռու մարզում զբոսաշրջիկ կնոջ խաղաղ ուղևորությունը վերածվել է սարսափի։ Ըստ նախաքննական տվյալների տղամարդը նրան խաբեությամբ տարել է սեփական այգին, փակել դարպասներն ու սեքսուալ բնույթի բռնի գործողություններ իրականացրել։ Կնոջ կողմից ցուցաբերած դիմադրությունն ու օգնության կանչը կանխել են ավելի ծանր հետևանքները։ Ամբողջ աշխարհում Հայաստանի Հանրապետությունը ամենաապահով երկրների ցանկում է, բայց արի ուտես, որ 69-ամյա տղամարդը զբոսաշրջիկին վանական համալիր տանելու փոխարեն տարել էր իր տան բակ ու սեռական բնույթի գործողություններ փորձել կատարել վերջինիս նկատմամբ։ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարազգի զբոսաշրջիկի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել են դեպքի մանրամասները, որոնք հստակ պատկերում են մեղադրյալի կանխամտածված եւ վտանգավոր վարքագիծը։ 69-ամյա տղամարդը իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատել է օտարերկրյա զբոսաշրջիկի, ով ցանկացել է այցելել Հաղպատի վանական համալիր։ Մեղադրյալը կանգ է առել խոսակցությամբ պարզել նրա ուղղությունը եւ իբրև օգնություն առաջարկել անվճար տեղափոխել նշանակված վայր։ Զբոսաշրջիկը չկասկածելով վտանգը նստել է մեքենան։ Պարզվել եւ հիմնավորվել է, որ 2025 թվականի օգոստոսի 28-ին ժամը 11:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի 69-ամյա բնակիչը երթևեկելով իր ավտոմեքենայով նույն քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ հանդիպել է ԱՄՆ քաղաքացուն, կանգնել է նրա մոտ եւ վերջինիս կողմից նրան բացատրվել է, որ ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր։ 69-ամյա անձը բացատրելով, որ ինքն էլ է այդ ուղղությամբ մեկնում, համաձայնել է նրան անվճար տեղափոխել նշված վանական համալիր։ Այնուհետև տղամարդը շեղվել է երթուղուց եւ զբոսաշրջիկին որոշել տանել իր անձնական այգի, որտեղ կողպել է դարպասները, տուժողին զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Այդ պայմաններում 69-ամյա տղամարդը տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Երթևեկելով միջպետական այնվեշ ճանապարհով խաշմերուկային հատվածը, որտեղ շրջադարձ կա, որ պետք է մեկնի Հաղպատ բնակավայր, շրջադարձ չի կատարում եւ երթևեկությունը շարունակում է նույն միջպետական ճանապարհով։ Այդ կերպ ԱՄՆ քաղաքացուն տեղափոխում է շնորհ բնակավայրում գտնվող իր այգի, որտեղ ավտոմեքենան կանգնեցնում է դարպասներից ներս։ Այդ ընթացքում տուժողի մոտ դեռևս չհասկանալով իր նկատմամբ կատարվելիք սեռական բռնության հանգամանքը, որը առանց որևէ կասկածելի ավտոմեքենայից իջնում է, որից հետո 69-ամյա անձը դփակում է այգու դարպասները։ Միայն դրանից հետո տուժողի մոտ կանխազգացում է առաջանում իր նկատմամբ կատարվելիք ենթադրյալ հանցավոր արարքի կապակցությամբ նրա մոտ անհանգստություն է առաջանում, որի հետևանքով զբոսաշրջիկը 69-ամյա անձից պահանջում է, որ դարպասները բացի, սակայն 69-ամյա անձը իր դիտավորության մեջ գտնվող արարքը կատարելու նպատակով վերջինիս ձեռքից քաշում է, գցում գետնին, բռնի գործողություններ կատարում, ցանկանում է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ, այն է փորձում է համբուրել, գրկել, հագուստը բարձրացնել։ Օտարերկրյա կինը ցուցաբերել է դիմադրություն, բարձրաձայն օգնություն կանչել եւ խափանել հանցավոր գործողությունների շարունակությունը։ Դրանից հետո մեղադրյալը դադարեցրել է արարքը եւ բացել դարպասները։ Զբոսաշրջիկի կողմից ցուցաբերված դիմադրության նրան հարվածներ հասցնելու, բարձրաձայն ճչալու այդ գործողությունների հետևանքով դադարեցնում է իր գործողությունները, որից հետո հիշյալ տուրիստը դուրս է գալիս տարածքից, ապա նույն 69-ամյա անձի ուղեկցությամբ տեղափոխվում է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն է ստանում։ Քննության ընթացքում հավաքվել են բավարար ապացույցներ, որի համաձայն 69-ամյա տղամարդու գործողությունները պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հանցակազմ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում օգոստոսի 28-ին հանցանք կատարած լինելու անմիջական օրենսակաց կասկածի հիման վրա 69-ամյա անձը ձերբակալվել եւ բերվել է քննչական մարմին, նույն օրը վերջինիս հանձնվել է ձերբակալման որոշում, ապա բավարար ապացույցների համակցության հիման վրա
որոշում է կայացվել 69-ամյա անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 198 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին, որից հետո վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է մասնակի եւ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ 2 ամիս ժամկետով եւ 2 միլիոն դրամի չափով գրավը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար։